Այո։ Ուրեմն, քանի որ խոսացինք այդ բաներից, այդ իրանց կրթվել են օրաձևից, դե մի հատ ցավով արձանագրում պետք է անենք։ Մենք ընկերներ ունենք, աջակիցներ, որոնք ճանաչում են այս տղային, նաև ժամանակին աջակցել են ինչ-որ կերպ, մի մասին ինքն է աջակցել, որովհետև մեծ կարողությունների տեր մարդը, խոսքը գնում է Չեխիայում ապրող մի հայ գործարարի մասին, որի անունը Գևորգ Ավետիսյանն է։ Ուրեմն Գևորգ Ավետիսյանը հայտնի է Մարլենկա բրենդի ստեղծմամբ, ուրեմն դա հայտնի հրուշակեղեն է, հա, ճիշտ եմ ասում տենց որ։ Խմորեղեն է, սա որ մարդիկ ավելի լավ հասկանում են, որ 90-ականներին այդ մարդիկ շատ դժվարությամբ այդտեղ ստեղծել են այդ բրենդը, ընտանեկան բրենդ է եղել, հիմա տասնյակ երկրներում վաճառվում է։ Ուրեմն ինչն է ստեղ ցավը, հա, ես չեմ հասկանում այս տղուն, ես հույս ունեմ, որ իրան մոլորության մեջ են գցել, գուցե ինքը չի հետևում քաղաքական իրադարձություններին Հայաստանում, հա, Գևորգ Ավետիսյան, ես խնդրում եմ մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են, սա փոխանցեն, ուրեմն ես գիտեմ, որ Գևորգը ժամանակին առնվազն ունեցել է հայրենասիրական զգացումներ շատ մեծ, անկախ նրանից, որ Հայաստանում չի ապրել, նաև ավանդ է ունեցել Չեխիայի կողմից Հայաստանի ցեղասպանությունը հայոց ցեղասպանությունը ճանաչման հարցում եւ այն ժամանակ երբ Չեխիայի նախագահը եղել է Հայաստանում ինքն էլ է եկել որպես ուրեմն այդտեղի բիզնես ներկայացուցիչ հայ արմատներով, հա, եւ լսել եմ, որ ինքը ունեցել է որոշակի ավանդ ցեղասպանության ճանաչման հարցում, ինչ որ լոբինգի մասով ինչ որ բան արել է, առհասարակ լավ բաներ եմ լսել այս տղու մասին, անկեղծ պետք է ասեմ, բայց ինչ ենք տեսնում, հա, տեսնում ենք, որ այս տղան Գևորգ Ավետիսյանը գնացել ու մասնակցել է կրթվել է նորաձևա այդ եթիմա ճաշա բաներին, հա, եթիմա ճաշին եւ այդ եթիմա լեկցիաներին, ստեղ ինչն է, Գևորգ ջան, դուր չպատկերացնես, էլի ուղակի հենց հենց մենք մեղադրում ենք այս իշխանություններին, դու աչքից կամ չես հետևում կամ քեզ ինչ որ խորը մոլորության մեջ են դրել։ Ուրեմն սա այն իշխանությունն է, որը հայաթափել է Արցախը։ Այն իշխանությունն է, որը հերիք չի հայաթափել է Արցախը, նաև արցախատյացություն է տարածել, իդեպ թե միջև իշխանության գալը, թե հատկապես իշխանություն գալուց հետո։ Եթե դու բացես 23 թվականի սրանց լրատվականները, բացի Ararat News, Free News, բացի հանրային հեռուստաընկերության եթերներ, դու կտեսնես, որ սրանք ուղղորդված արցախատյացություն են տարածել մեր հանրության մեջ, որ իբր արցախցիները բռնարար են, ես չգիտեմ, ջարդարար են, հայհոյող են, եսի ինչ են, այսինքն իրանց հանդեպ ատելություն են գեներացրել հանրության մեջ։ Դա մեկ։ Երկրորդը, Նիկոլ Փաշինյանը այն մարդն է, որը ասել է մենք պետքա մի հատ հասկանանք, այդ որ մենք այդքան անիմաստ ջանք ենք գործադրել, որպեսզի աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Դրա խերը ո՞րն էր։ Այսինքն քո լոբինգը, որը դու արել ես, ես վստահ եմ հայրենասիրությունից դրդված, ինքը անվանում է անիմաստ գործողություն, ոնց որ իրականիկը համարում էր, որ տղեկը անիմաստ գնացին զոհվեցին։ Այս մարդիկ դրա կրողներն են, այդ փիլիսոփայության, այդ գաղափարների կրողն են։ Քո վրա ես վստահ եմ իրանք չեն կարող ունենալ լծակներ ֆինանսական կամ իշխանական ինչ-որ, հա, դու Չեխիայում միլիարդատեր մարդ ես։ Ընկեր, ո՞նց ես քեզ թույլ տալիս գալ ու ինչ-որ լեկցիա կարդալ այս եթիմներին։ Անկեղծ ուզում եմ հասկանալ, տես քեզ բան չեմ ասում, որտեվ հույս ունեմ, որ դու մոլորության մեջ ես եղել, բայց ոնց ես, էլի դու քեզ դա բացատրում, էլի։ Իդեպ ինձ էլ համոզել է բան չասեմ։ Դե ինչ ասենք, պլյուս, էդ էլ գումարեք, ես սուսուփուս նստած եմ, Վազգենը ասում է։ Ես անկեղծ չեմ ուզում այս մարդուն ինչ որ որակումներ տամ, բայց Գևորգ ջան, ես չգիտեմ ոնց բացատրեմ, սա իմ համար ցավ է, ու իդեպ իրանց այն ամենակեղտոտ պրոպագանդիստները քո անուն այսօր շարելով իրանց փորձում են լեգիտիմացնել, բա մի հատ կտեկամ է Դիանա Մարտիրոսյան, մի հատ ամենափնթի մի հատ կերպար էլի, ամենալկտի ֆեյք է, տեղով ֆեյք է այդ աղջիկը։ Գրառում այն չոր արը, տես այնց ուղարկեցին, որ շատ հաճելի էր այդ Գևորգ Ավետիսյանի հետ մենք մասնակցեցինք այդ իր լեկցիային բան։ Ընկեր, դու կարդացել ես լեկցիա, այն ամենաժեխին, հələ ժեխը ջանդամ, համարենք որ ժեխը այդքան վատ չի, հա, այդ ուղղակի ժեխ է, տենց է ստացվել, բայց Արցախի դեմ աշխատողներին, ցեղասպանությունը ուրացողներին, Արարատը մեր մեջից ջնջողներին, մեր ինքնությունը մեզանից հեռացնողներին։ Դու այդ մարդկանց եկել ես ու ինչ որ փորձում ես գիտելիք փոխանցել, ինչի մասին գիտելիք։ Արա Ձիաննա իդեպ ասենք որ այդ Ձիաննան ով որ այսօր տես այդ տղով բաներ անում,
բաներ ինքն էր ասել որ գերիներին լավ է պահում են Ադրբեջանը ինչ եք ուզում որ ես կարամ ես է դիմեմ բայց ջան չասեմ ասեմ Գևորգ ինչ ուզում ես ասա չէ ինչ ուզում եմ չէ բայց Գևորգ արա պետք չի դες բաներ անել չգիտեմ գիտես ես տեսել եմ շատ ու լսել եմ ես վերջերս հատկապես ուսումնասիրում եմ ամեն ինչի այն բանը վերելքն ու վայրեջքը դժվար վերելքը ու շատ հեշտ վայրեջքը միած ստից բանից վայրեջքը իդեպ իմացար են թուրք են սոլնի կարոլ են ասում այն որ դա վարի գնաց իմացար տրակցրին սա այդ բիզնեսը մի բանի համար որ ընդամենը աշխարհի առաջնության ֆինալի ժամանակ ֆինալից հետո մտել էր ընդ էշեշ բաներ էր անում sense բաներ էր անում գնացել էր ձեռից եկել էր Մեսսի կուբոկը բան արա այնքան հեշտ է ամեն ինչ կորցրել Գևորգ հավատացնում եմ մարդը այն որ բանել ունենք չէ մենք տենց հին ասացվածքի ունենք չէ որ մարդու անունը աչքը դուրս գա անունը դուրս չգա այնքան հեշտ կընկնի այդ իմպերիան ու գիտես հանուն ինչի արա IS-ի հաստատ հանուն ոչնչի ես այդքան փող ունես ընկեր այդքան փող ունես ժամանակին վաստակ ունեցար ասենք մենք քեզ չճանաչելով հերրակա հարգանք ենք ունեցել քո հանդեպ քո արածի համար ու դու գնում ես այսօր այս անհայրենիք շների մոտ մասնակցում ես իրենց քարոզչական միջոցառմանը ու թողում ես որ քո անունը կապեն իրանց անվան հետ ես չգիտեմ փոխանցեք իրան եթե չգիտեմ փոխանցողներ կլինեն ախպեր իմ համար սա մեծ ցավ էր ոչ թե քո համար Չեխիայի նախագահի հետ որպես ներկայացուցիչ այնտեղից եկել էր երրորդ նախագահի կառավարման տարիներին երբ որ Չեխիայի նախագահն եկել էր դա եկել էր Չեխիայի նախագահի հետ որպես հայ ես էլ ասեցի դա որ ինքը նաև ինչ որ ավանդա ունեց այնտեղ հարասարակ հարգված մարդ է միջև այսօր եղել ամեն դեպքում ես վստահ եմ շատերի մոտ արդեն փոխվել է վերաբերմունքը մեկի մոտ հա եթե ես չպարզեմ սրա հանգամանքները ես թքած ունեմ այդ ամեն ինչի վրա ինչ դու միջև է տարել ես ընկեր որովհետև սրանով դու ես թքե դրա վրա ասիր էդի դե բա ինչ գնացինք ուրեմն ախպերս փորձենք պարզել հանգամանքները չպետք է պարզենք ախպերս մարդուն կարող է ռեալ մոլորության կարող անգել այդ իր խամորեղենի հարցով ախպեր ջան չի հետևում ինչա կատարվում ես չգիտեմ ուրեմն պարզելուց հետո կվերադառնանք